Հիշում եք, որ 1996 թվականի ընտրություններին, երբ ասում էին, եթե ընդդիմությունը 100% ձայնել ստանա, իշխանությունը չենք տալու, արդյոք նույնը չի Փաշինյանի արածը, որ դեռ տվյալները չհրապարակած ինքն իրեն հայտարարեց հաղթած։ Դուք շատ ճիշտ եք, Նիկոլը դաժե գիշերը ժամը 2-ին չքնեց, դեռ 10% չէր հավաքել, ինքը իրեն հայտարարեց, որ ես արդեն վարչապետ եմ։ Հա լավ, ինչ էր ուզում դրանով ասի։ Որ ես եմ որ կամ, ես ծմա եղել եմ, պետք է լինեմ Հայաստանում վարչապետ։ Դա Ալիևի ու Էրդողանի թելադրանք։ Ես սա համարում եմ խայտարակություն։ Եվ վերջի մեղավորը ով է, մենք ենք, ամբողջ ժողովուրդն է մեղավոր, այս արդյունքի համար առ այսօր, այս 30-35, ասում ամեն մի ժողովուրդ արժանի է իր ղեկավարի։ Բա դա է էլի սոցիալական հիպնոսը, նախորդ ինքը դերսկի ոչ 5-10%-ը բան չի, նա դրանով մարդիկ հիպնոսանում են, ամեն մարդ մտածում ասում, դե որ սենց հա, ներքին վախ ունեն մարդիկ, օրինակ ես ոչ ներքին վախ ունեմ, ոչ էլ արտաքին վախ, բայց շատ մարդ կա, որ ներքին վախ ունի, ասում կարող է պատահի հանկարծ իմանան, կամ հանկարծ գիր, բայց դա անհնար է իմանալը, դա այդ հայտարարությունը, դա սոցիալական հիպնոսի կետերից մեկն էր, որ ինքը արեց, ինքը իրավունք չուներ տենց ժողովրդին հենց խառնվի, քեզ տենց համատարած բանը տենց հայտարարություն, դու այդ ինչ դառար, ով ես դու վաբշե կյանքամ, ժողովրդին ինքը տանում անդունձ, դեպի անդունձի եզրը, բայց ժողովուրդը դա չի տենում, ժողովուրդը իրան չի ընտրել, դա ես չեմ հավատում, որ ինքը այդքան տոկոս հավաքել է, 100% չեմ հավատում, ճիշտ է ժողովրդի մեջ մի հատ ինչ-որ խումբ կա, ես չգիտեմ նա ինձ ձև է դրանից առաջ նրանց ինչ-որ վարկերը հեչարել, բաներ արել, տենց բաներ արել է, մարդիկ գիտեն, որ նրան ընտրում են, ասում են չէ, բայց նրանք չեն հասկանում, բայց այն մարդը, որ օտարության մեջ հարստացել է, այն իր ժողովրդի մար, Նիկոլնովա նա ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ Տաշի Սամոյի չափ ժողովրդական մարդ չի, նա 1000 անգամ, 100,000 անգամ ավելի շատ են ժողովրդի վրա իրանց ճիշտ ձևով աշխատած գումարները ծախսել, այդ ամեն տարի նոր տարուց առաջ Կրեմլի համագումարների պալատը, որ համահայկական համերգ կազմակերպում աշխարհով մեկ